ողջամտորեն տեղավորվում են ապօրինի են կալանավորվել կամ քրեական հետապնդման ենթարկվել այն քաղաքական եւ հասարակական գործիչները, որոնց 2022-ից մեղադրանք է առաջադրվել հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասով։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Վահե Գրիգորյանն են այսօր ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5 դեռևս 2024 թվականի հունիսի 21-ին ներկայացել էր դիմում Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը դիմումի քննությունը կասեցրել էր եւ դիմել էր Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով եւ վերջերս արդեն ստացվել է խորհրդատվական կարծիքը, որով հաստատվել է թե դիմումատուների, թե մեր իրավապաշտպան գործընկերների համատեղ այն տեսակետը, որ մենք հստակ ձևակերպել ենք, որ չի կարող հավաքների կազմակերպման, անցկացման, նյութական շահագրգռվածության առկա ձևակերպումը քրեական օրենսգրքի լինել իրավաչափ։ Արծվիկ Մինասյանի խոսքով վիճահարույց հոդվածը նոր քրեական օրենսգրքում սահմանադրականության խնդիր ունի։ Նա հիշեցնում է, որ այս հոդվածով էին 2022-ի մայիսին 2 ամսով կալանավորել Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանին, քրեական հետապնդման ենթարկել տասնյակ դաշնակցական գործիչների։ Հիշեցնել դաշնակցության Եղեգնաձորի Վայքի գրասենյակն է ենթարկվել ասպատակումների իրավապահ համակարգի կողմից, Արմավիրի գրասենյակն է ենթարկվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նկատում է 2019 թվականին են քրեական օրենսգրքում ավելացրել այս հանցակազմը, ապա 2 տարի անց նոր քրեական օրենսգրքից հանել։ Հարությունյանը հիշեցնում է, երբ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ 2022 թվականին քրեական հետապնդում հարուցվեց, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բացահայտել էր, որ նյութապես շահագրգռելու հանցակազմը առեղծվածային կերպով նորից հայտնվել է քրեական օրենսգրքում։ Պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողով այս հանցակազմի ուրեմն վերաբերյալ կարծիք ուղարկելու ժամանակ անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հանցակազմի ուրեմն նորմատիվ տեքստին։ Մասնավորապես անգլերեն թարգմանության մեջ մեր գործընկերները պատահմամբ կամ դիտավորությամբ ավելացրել էին հարկադրելու տերմինը։ Ըստ Հարությունյանի Վենետիկի հանձնաժողով ուղարկված հոդվածի թարգմանության մեջ ավելացվել է հարկադրել տերմինը ու ստացվել է, որ նյութապես շահագրգռելը անձին հավաքին մասնակցել է հարկադրելու համար է։ Եվ բնականաբար Վենետիկի հանձնաժողովը հարկադրանքի տերմինի առկայության պարագայում տվել էր կարծիք, որ նման ուրեմն նոր հանցակազմ ներմուծելը քրեական օրենսգրքում տեղավորվում է միջազգային չափանիշների մեջ եւ համապատասխանում է հավաքների ազատության սահմանափակման։ Իրավապաշտպաններն ու խորհրդարանական ընդդիմությունը հույս ունեն, որ Հայաստանի սահմանադրական դատարանը չի անտեսի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եւ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասը հակասահմանադրական կճանաչի։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։